Բարև ձեզ։ Երևի հիմնական թեման այն է, մենք ինչ այսօր տեսնում ենք, Քարոզարշավի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը վերահաստատում է, որ այո ինքը սպառնում է սատկացնել, կզացնել ընդդիմախոսներին, կռիվ ունեն մարդկանց հետ, ովքեր ողջ են մնացել, գնայիք, մեռնեիք, ասում են իրականում սա արցախցիներին ուղղված չէ, սա բոլորին է իր ուղղված եւ հենց իր կռիվը ողջ մնացածների հետ է։ Ես խնդրեմ ես մասով ձեր տեսակետը եւ երեք մենք տեսանք այսպես հա մարդ իրավապահ համակարգ, չգիտեմ ինչ, ռեպրեսիաները թափ են հավաքում, երեք հայտարարեց, որ Անդրանիկ Թևանյանը պետական դավաճանության մեջ է մեղադրում, ի պատասխան պարոն Թևանյանն ասաց, որ պետական դավաճանը ինքն է, Տիկոշիկ լիզող իշխանության պարագլուխը ինքն է եւ իշխանախոսությունից հետո պետական դավաճանության հոդվածը հենց ինքն է դատվելու։ Խնդրեմ, այս սկսենք պարոն Թևանյանից եւ հետո մյուս թեմաները համեցեք։ Ողջույն, իմ շատ սիրելի հայրենակիցներ, ամսի Քարոզարշավը մեկնարկեց ամսի 8-ից, արդեն մոտ 2 շաբաթը շուտով կլրանա, որ մենք բոլորս կարծես թե հայտնվել ենք մի խառնաշփոթ իրավիճակում, մի զզվելի իրավիճակում եւ ընդհանրապես չենք հասկանում մենք ում հետ գործ ունենք քուչի տղու գողականի վախկոտի լակոտի մենք չենք հասկանում մենք ում հետ գործ ունենք եւ այս ընթացքում շատերից եմ լսում թե երբ կավարտվի այս ամենը որևէ երկրում գիտեք դա կլինի աղքատ, զարգացած, զարգացող որևէ երկրում ես ուսումնասիրել եմ վերջին այս մի շաբաթը ես չեմ գտել որևէ մեկ այլ երկրի ղեկավար որի բառապաշարը քուչի տղու բառապաշարից չտարբերվի իր ժողովրդի իր ասած հերոս հարկատուի այս երկիրը շահող պահող ժողովրդի հետ շփվելիս ես ուղղակի նախադեպը չունի սա այն բառապաշարով որով այսօր Փաշինյանն ու իր խունտան շփվում է հայ ժողովրդի հետ այս երկիրը շահած պահած մարդկանց հետ դա նույնիսկ ասում եմ փողոցում լակոտի պահվածքի բառապաշարից էլ ցածր է Ինչ է նշանակում երկրի ղեկավարը իր ժողովրդին ասի համբալներ, ձեզ կսատկացնենք, ձեզ կչոքացնենք, ձեզ կկզծնենք։ Ուզում եմ դիմել ԿՊ-ին։ Ալիևի առաջ չոքածը, Ալիևի առաջ կզածը, ուրիշի կոշիկ լիզողը որևէ պարագայում Ես ներողություն եմ խնդրում իմ այս բառապաշարի համար, ես ուզում եմ ուղղակի հասկանալի լինի իրենց համար նաև եւ մեզ համար։ Որևէ պարագայում այդ խունտան չի կարող ցանկացած հայի ոչ կզծնել, ոչ չոքացնել, ոչ էլ որևէ բան անել։ Նորից եմ ասում։ Ալիևի դեմ կզողը, չոքողը չի կարող այստեղ դառնա կզծնող ու չոքացնող առնվազն Ինչ վերաբերվում է Փաշինյանի այն հռետորաբանությանը թե բոլորից կխլենք, բոլորից կտանենք, բոլորից դուք խլելու վարպետ եք Այս տարիների ընթացքում դուք ոչինչ սեփական ձեր նախաձեռնությամբ ոչինչ չստեղծեցիք 0 Ձեր ստեղծածը 0 Ոչինչ չստեղծեց, մերձավանում գործարան բացեցիք, լենտը կտրեցիք, մի ամիս հետո փակվեց բանով, կողպեքով, նոյեմբերյանում գնացիք ձեռնոցի գործարան բացեցիք, մի ամիս հետո փակվեց սիրուն, դուք ինչ բացել եք, դուք անգամ դրա գոնե 6 ամսվա կյանք թող ունենար, ուրիշների արածը, ուրիշների բացածը ձեզ համար շատ այսպես տանելու դուք տանել գիտեք, տանել ու թուրքերին հանձնել, տանել ու հանձնել։ Հիմա ես լսում եմ այն մի նախարար կա Պապոյան ազգանունով, դրանց անուններն էլ չգիտեմ, բացի այն Արարատից։
ասում է մենք որևէ օլիգարխի հետ գործարքի չենք գնա, սիրելի ժողովուրդ, ուշադիր լսեք, տևական ժամանակ է ոնց որ մենք այսպես իրար հետ չենք խոսել, ես ինչ ասում եմ, ես ասում եմ, որ դուք ընտրության, քվյախցում նաև հիշեք ինչ եմ ասում եմ մենք որևէ օլիգարխի հետ գործարքի չենք գնա, որովհետև երեք Նիկոլ Փաշինյանը ասել էր Արարատ ցեմենտը կխլենք, այսինքն դուք 8 տարի իշխանության եք, այսօր տեսնում եք ձեր փուչիկ կարգավիճակը, տեսնում եք այս ժողովրդի ատելությունը ձեր հանդեպ, որովհետև դուք մահաբեր եք, դուք հողատու եք, դուք Արցախ հանձնած եք, դուք ջերմուկի գլխին թուրքին բերած եք, դուք տեսնում եք այս ժողովրդի բումերանք պատասխանը ձեզ, հիմա սկսել եք, սրանից կխլենք, դուք հեծը խլեցիք, հիմա պայմանավորվում եք դա, դե ասում եք ինչ կա, հիմա թուրքը թող վերցնի, ինչ անենք, կարևորը դա հայի ձեռքին չլինի, հիմա Արարատ ցեմենտը, ես այսօր լսում եմ, Ծառուկյան Գագիկ ասում է, թուրքերի պահանջն է Արարատ ցեմենտը, հիմա այն ասում է տունն ենք վերցնելու, հա դուք կարող եք միայն խլել, դուք սեփական կատու չունենալով եկել եք իշխանության, հիմա ուզում եք բոլորից խլել, որովհետև դուք լավ գիտեք, դուք խլելու եք, դա ում բաժինն է դառնալու, դրա համար դուք հունիսի 7-ին, այսօր ձեր են ձող բռնողը, սելֆի, Փաշինյանի անձնական ձող բռնողը, հեռախոսի, հայ կնոջը, հայ մորը, հայ աղջկան, ով ընդհանրապես ասում էր, ես իմ մեքենայով ուղևորվում եմ, ճանապարհ բացեք, ասում է գրողի ծոցն ես գնալու, հիմա ասում եմ, դուք հունիսի 7-ին, ես չգիտեմ ով էր այդ աղջիկը, ես իր փոխարեն ասում եմ, հունիսի 7-ին դուք գրողի ծոցն եք գնալու եւ այդ ժամանակ Անահիտ Ավանեսյան լայն ժպիտով ձեր բերանը բաց կժպտակ, ինչպես ձեր Ռուպեր Դավոն հայ աղջկան, գուցե եւ մորը կամ կնոջ ասում է գրողի ծոցն եք գնում, դուք առողջապահության նախարար լինելով հանդերձ, կին լինելով հանդերձ, այսպես լայն բացել եք ձեր բերանը։ Անահիտ Ավանեսյան, ինչի վրա ես բացել բերանդ։ Դու մոռացել ես երևի, բայց մենք դա չենք մոռանա։ Դու այն մարդն էիր, այն նախարարն էիր, որի օրոք հայ մայրը, հայրը, չոք ընկած դռնեդուռ իրենց երեխեքի շիրիմ աճուներն էին որոնում։ Դու լցրել էիր պարկերը Աբովյանի հիվանդանոցի պատվալում պահում էիր։ Դու երեխեքի մարմինները լցրել էիր պարկի մեջ ու գցել էիր պատվալ, դու այդ կինն ես, այսօր ինչի վրա եք ժպտում, ինչի վրա եք ժպտում, կամ ինչ է նշանակում ասի, դու ինչի չես մեռել, հիմա հարցնում եմ, քպայից քանի հոգի մեռավ, այն Ավինյան Տիկոն գնացել էր բանի այդ պատվալում հյուրանոցում Ստեփանակերտից ճիկմիկ էր անում, գիտենք չէ Տիգրան Ավինյան, որ հյուրանոցներում ֆրֆռում եք ձեր թայֆի հետ, ինչի ձեզանց մեկը չմեռավ բա, Քիչ եք մերցրել, ասում է, հերիք ասեք 5000, հերիք ասեք։ Նիկոլ Փաշինյան, նորից եմ ասում, հրապարակեք մեր զոհերի անունները։ Դուք ձեր իշխանությունը 9 տարբեր թիվ է ասել են, Ալեն Սիմոնյանն էլ ասում է, մանիպուլացնում է, դուք մինչև հիմա, ձեզ համար դա այնքան անկարևոր հարց է, որ դուք մինչև հիմա, անգամ մեր զոհված տղերքի, մենք հայ ենք, մենք մեր տղերքի անունը արժանապատվությունը պահել իմացող ազգ ենք։ Հիմա դուք ասում, 9 անգամ տարբեր թվեր եք հրապարակել։ Հիմա եկել ասում եք, բավական է, ով որ ասեց 5000 ուրեմն ինքը էսա։ Չէ, պիտի ձեր շեֆի նման ասեն, այսքան մինուս պլյուս 50։ Այդ դուք մեր տղերքի, մեր ազգի արյունը ձեր համար, այդ դրա արժեքն է ունեցել։ Դուք ազատի դեպքը չեք մարսելու։ Նիկոլ Փաշինյան, քո խունտան ազատի կացարանի 15 տղայի դեպքը չի մարսելու, հիմա ինչքան էլ դուք երեք այդ պապիկի բերանը փակեք, Արամի պապիկներ։
Ես եթե չեմ սխալվում, բերանը փակեք հեռացնեք ու դու էլ ասես լավ վերջացնենք, մարդը ուղարկել են ստեղ, ի տարբերություն ձեզ, որ կեղծ Աբաջյանի պապիկ էիք բերում խաղացնում, Սուջանի հորքուր էիք բերում, որ ձեզ շնորհակալություն հայտներ, հետո պարզվեց էդի տենց հորքուր չունի, ի տարբերություն ձեզ, այս ժողովուրդը գիտի ձեզ որտեղ երբ ինչ է ասում, եւ այո դուք Արամի պապիկին դեռ պիտի պատասխան տաք, դուք պատասխան եք տալու, վեր կացարացին այսպես շփել են այդ տղերքը մեռել են, ինչ եք ասում ադրբեջանցիք, ովքեր տենց բան չկա, կատաղում եք այդ ադրբեջանցի բառը լսում եք մեր բերանից։ Երեք, չէ, այսօր առավոտյան լսում եմ Միքայելյան Սասունի քաղաքապետ որդուն։ Բան ու գործը թողած, այս ջահել տղեն ընկել է։ Ընտրեք համար 16-ին, ընտրեք, ու եթերը սկսվում է այսպես, Կաքավաձոր համայնքի բնակիչներ, ուշադիր լսեք, ձեր մոտ էր, անցած օրը Մաքրավանքում էր, այսօրը ձեզ մոտ, ասում է, Կաքավաձոր համայնքում վերջին 7 տարիների ընթացքում 5 կիլոմետր ճանապարհ է կառուցվել, 5 կիլոմետր 300 մետր, դուք պատկերացնում եք մենք ինչ ահռելի գործ ենք արել, այսինքն եթե տարեկան անգամ 600 մետր ճանապարհ կառուցվել, շատ չէ, մարդիկ իրանց բակերը այդքան անում են իրենց սեփական նախաձեռնությամբ, այդ 5 կիլոմետր 300 մետր ճանապարհը ինքնըստինքյան կկառուցվեր, եւ ասում է գիտեք, մենք այդ ճանապարհի վրա $2 միլիոն գումար ենք դրել։ Սասուն Միքայելյանի որդի, հիմա քեզ եմ ասում, այն հայությունը, մեր սփյուռքի քույրերն ու եղբայրները, $150 միլիոն դրել էին համահայկական հիմնադրամի մեջ։ Էդում համար այսօր գնում ասում եք Նիկոլ Փաշինյանը խաղաղություն է բերել, դու հնարավորություն ունես Նիկոլ Փաշինյանին հարց տալու, ինչ արեց Նիկոլ Փաշինյանը $150 միլիոն, ինչ արեց, որտեղ մտցրեցին, որտեղ լափեցին 150, դու պատկերացնում ես օրինակ Սասուն Միքայելյանի տղա, որդի, Սևակ, եթե Սևակ, դու օրինակ պատկերացնում ես այդ $150 միլիոն, դու Հրազդանը ինչի կվերածեիր, Սինգապուր կդառնար, դու պատկերացնում ես, որ գնում ես Կաքավաձոր կամ որ կգաս Կոճոր, ես հորդորում եմ ձեզ, մեր բնակիչներին ասեք, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմի օրերին $150 միլիոն մեր քույրերի ու եղբայրների ուղարկած փողը մսխեց, եթե դուք չեք ասում, ես եմ դա ասում, ձեր թայֆեն $150 միլիոն մսխեց, որը ուղարկվել էր, որպեսզի մենք դա ծախսեինք արցախցիների վրա։ Քո քաղաքական թիմի անդամ Տիգրան Ավինյանը անիվ հիմնադրամից 25 միլիարդ փուկ հոդս ցնդացրեց։ Ասենք ինչ ես գնացել լապշա կախում այդ խեղճ անատամ մարդկանց ականջներից։ Չեք համաչում, բա չեք համաչում, լսեք։ Մեկ ուզում եմ նայեմ, ասում եմ, ես ստեղ ասֆալտ եմ գցել, Նիկոլն էլ խաղաղություն ա բերել, գնացեք 16-ին ընտրեք։ Բա սիրելի ժողովուրդ, որ այդ խաղաղությունը եկել այն ջերմուկի թուրքերը, որ այնտեղ վխտում են, բա այդ ինչ է, ասում է, միջադեպ չկա 2 տարի, հələ մի հատ բախտներդ փորձեք գնացեք այդ թուրքերին մեր ինքնիշխան տարածքից դուրս շպրտեք, տեսեք կրակոց կլինի, թե ձեր գլուխն էլ հետը չի լինի։ Ինչ մեյմունություն եք անում եւ ընդհանրապես 8 տարի լինել իշխանության, ոչինչ չունենալ արած ու առաջարկած այս ժողովրդին բացի ասֆալտից, որի մեջ ատկատները սարսափելի են, որի մեջ ամենաշատ փողն են աշխատել բոլոր իշխանությունները, բացի ասֆալտից ոչինչ չունենաք ներկայացնելու, խափեք ձեր կեղծ օրակարգով, ձեր կեղծ խաղ, ինչ են, Հասմիկ Հակոբյանը, ինչա դրանց թիմից մեկը կա է շատ սենց, ասում էր, չէ, դա հələ փոքր երեխա է, հələ ոտքի վրա կանգնած չի, դուք ձեզ փոքր երեխատան դուք կարաք ոտքի վրա կանգնացնեք ինչի,
եւ ընդհանրապես բավական է այս ժողովրդին դուք խափեք, բավական է ձեր ինչքան ես օրինակ տեսնում եմ էլ ինչքան խուլիգան վարքի տեր մարդիկ կան, բոլորը այդտեղ են եւ անպատիժ, բոլորը, հետաքրքիր է այդ ոնց եք ընտրում դուք այդ մարդկանց, ոնց եք ընտրում, որ դրանք մնում են այդպես անպատիժ, այն ինչ է, Ռուստամ էր, չէ անունը ասացիք, որ հրապարակում ասում էր թուրքերը պիտի գանստե մերումանու կոտորեն, Գեղամ Նազարյան, չես ամաչում, որ դա է եկել քո թասիբը պահելու, քո արժանապատվությունը, չես ամաչում դու, գոնե ծնգնեիր, խնդրեիր Նիկոլ Փաշինյանը պահեր քո հետ, չես ամաչում, դրան ուղարկել ես, ասենք, լրագրողանի հետևից բերանը ոնց ուզես բացում է, դատախազություն, քննչական, դրանք չկան, մեր երկրում դրանք չկան, դրանք կան, մենակ SMS Նիկոլից ինչ ստանան, ֆաս սրաման, մի անգամից գործի են անցնում, բա դուք չեք տեսնում հանցագործներին, բա դուք չեք տեսնում ձեր կողքի կանգնած այդ ատելության խոսք սերմանողներին, հանցագործներին, բա չեք տեսնում իրավապահ մարմիններ, մանկապղծությունները չեք տեսնում, շնորհակալություն եմ ուզում հայտնեմ Սյուզի Բադոյանին, Անի Գևորգյանին, վերջին շրջանում Վեդիում եւ Տավուշի մարզում իրավապահ համակարգի կողմից փակված անգործության մատնված երկու մանկապղծության դեպքերը հասարակությանը, հանրության դատին դնելու համար։ Դուք այս եք։ Հիմա ասել թե պիտի որևէ մեկը ակնկալիք ունենա, որ այս դատախազությունը, քննչականը պիտի ասեն ոնց թե էլի, տեսեք ինչ է ասում այդ մեր ու մանուկ կոտորվելու մեծ ցանկությամբ ապրող Նիկոլի հավատարիմ հաճախորդը։ Ասում է ես սպասում էի դու պիտի գայիր ես քո հետ վիրավորում է հայ կնոջը մասնագիտական գործունեություն իրականացնող մարդուն մորը երեխային է թիրախավորում եւ ասում է ես սա մտածված եմ անում ես սպասում էի որ քեզ հանդիպեմ ու այս իրավապահ համակարգը էշի ականջում քնած է ոչ մի բան չեն տեսնում այն մի աղջիկ կար որ այն չէր սենց այդ խաղաղության բաներ պիրոգներ էր սարքել է սենց Նիկոլ Փաշինյանին տարա վերցրեք բանս է դատարանի որոշում կա չի իրականացնում իր խուլիգան պահվածքի համար հիմա մենք լինեինք ձեռքներս ոլորած խուցը կտանեին դուք թասիբով հայի թասիբով մարդու արժանապատիվ հայի տեսակի վրա այսօր ձեր այդ ոստիկանական իրավապահ համակարգով դեռ կարողանում եք ձեր լծակները կիրառել հունիսի 7-ից հետո այնով էր ասում դալաներում ձեզ բռնեն հունիսի 7-ից հետո ԿՊ անդամը մկանցակը փողով առնելու դե դուք տեսնում եք ինձ տարբեր մարդիկ ասում են ըստ ձեզ Նիկոլ Փաշինյանը ինչքան ձայն ունի ըստ ձեզ ինչ ձայն ունի ոչ մի բան էլ չունեք դուք բացի ձեր այդ 200 հոգանոց այդ խմբակը մեկի մի քիչ իշխանական ռեսուրս բայց ասեմ ձեզ այն օրը որ ապարան են հավաքել տարել եք այն մարդկանց բան ասացին որ մենք գնացել ենք գործից դուրս չգալու համար մենք ոնց կարանք գնանք մի ամբողջ 3 սերունդ կոտորած մարդուն մի ամբողջ 150,000 արցախցու անտուն թողած մարդուն գնանք ընտրենք ով այսօր մեզ ասում է համբալներ գնացեք մեռեք ինչի չեք մեռել դուք ասել որ այս իշխանությունը ձայն ունի հա այդ ձեր տենց ումը որ գործ եք տվել են ինչա մեկին լավ բիզնեսներ են տվել մյուսին լավ ախր Տիկին Ստեփանյան եթե թվում է այդ տպականների այս պահին չեն խլելու հիմա այն նարեկ չէ նարեկ կա չէ նոր ասում էին 160 ցանց է բացել մի տիկին ասում էր որտեղից է իրան բան չէ դե հիմա այդ մարդը ես չգիտեմ միտեղ հիմնադրամ ամուսվում միտեղ գուցե իրենց աննով բիզնեսներն են նրա աննով իրականում չեմ կարող ասել ինչ կապ կա բայց պարզ երևում է որ կապ կա դե խլելու են ասում է հեղափոխությունը
յուրաքանչյուր հեղափոխություն վերջում խժռում է իր զավակներին։ Հիմա հասել է այն պահը, որ իրենք իրար խժռելու են։ Եվ ես վստահ եմ, առավել քան վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանի գնալով այն որ ասում են զուլալվելու են բոլոր ջրերը։ Մենք էլի դառնալու ենք իրար սիրող, իրար կարեկցող, իրար հոգտանող ազգ։ Տեսեք, Սևանում մի դեպք է տեղի ունեցել մի քանի օր առաջ, բառացի մի քանի օր առաջ։ Գազալցակայանում մեքենան կանգնել է, որպեսզի գազ լցնի, այդ տղաները ծխել են, սպասարկող աշխատողը ասել է անվտանգության նկատառումներից ելնելով խնդրում ենք այստեղ մի ծխեք։ Մի լավ ծեծում են սրան, ես չեմ բացառում, որ օրինակ դրանք ԿՊ-ի սատարողներ լինեն, որովհետև այսօր իրանց թուրն է աչուձախ կտրում։ Մի լավ ծեծում են դրանց, ես կճշտեմ նաև դա ում գազալցակայանն է, եւ փոխարենը գազալցակայանի տնօրենը ոստիկանություն հրավիրի, քար լռություն եւ երբ որ ծեծվածը տուն է գնում, որդին պարզում է ովքեր են եղել ծեծողները, գնում է որ ի վերջո տեսնի ինչի են իր հորը ծեծել, երեք այդ տղայի թաղումներ, ծեծված հոր տղայի թաղումներ, իրավապահ համակարգը Հայաստանում չկա, իրենք պետք է տեսնեն, ասենք հիմա իրենց հրաման է իջել Ծառուկյանի S, Պողոսի N, Պետրոսի N, մեկին պետական հանցագործ, մեկին պետական դավաճան, մեկին հողանցնող, մեկին պատերազմի կուսակցություն, իրենք ինչ կան, որովհետև պետական դավաճանությունն էլ իրենց ապացուցվելու է, պետական հանցագործությունն էլ ոչինչ վաղեմության ժամկետ չի ունենալու։ Հունիսի 7-ից հետո ամեն ինչ, տեսեք, ես այստեղ գալուց հանդիպեցի այն մի շնորհապետական, ինչ այդպիսի չէ, հա, ասում եմ, օրինակ էլի, դե գիտենք չեն գալու, բայց դե մարդ ես, ուզում ես մենակ այդ գոռալով ընտրեք սրան նրան, ուզում ես համել ժողովուրդը հասկանա, լավ այդ տղեն ով է, տենց ասում եմ Նիկոլ Փաշինյանը, որ այդպես ասում այ համբալներ, ինչի չեք մեռնել, պիտի մեռնեիք, պիտի փախացներ, արցախցիներին, ասում եմ դրան քաղաքական ինչ անվանում կտակ։ Մտածեց այսպես, մի հատ ձյունանուշիկ բառ ասեց, կասեմ անարժան։ Վաղը մենք իրական այս ժողովուրդը բոլոր անարժաներին եւ այս հանցագործությունները անարժան որակողներին հունիսի 7-ից հետո կուղարկի այն իրա սելֆի ձող պահող այսօր ոնց էր հայ կնոջը ուղարկում կուղարկի գրողի ծոցը Անահիտ Ավանեսյան դու այդտեղ կկանգնես ծիծաղողի դերը կստանցնես լավ ծիծաղում էր այսօր երբ որ ձեր սելֆի ձող բռնողը հայ կնոջը ասում էր գնա գրողի ծոցը Իրականում մենք տեսնում ենք այս քարոզարշավը ամենալավ իլյուստրացիան էր բացահայտելու Փաշինյանի թիմի մերկությունը մերկ է այս թիմը ես շատ եմ լինում հանրապետության մեծ փոքր քաղաքներում մարզերում միակ ուժն է որից ժողովուրդը ոչ թե հիասթափված է, զզվում եւ անիծում է։ Հասարակության լայն խավեր։ Դա կլինի գյուղատնտես, տրակտորիստ, բանվոր, մանկավարժ, գիտնական։ Չի կարող 3 պատերազմ, 4 պատերազմ, ես չգիտեմ արդեն քանի պատերազմ բերած ուժը Արցախ հանձնած ուժը գա բանական մարդուն ասի նրանք պատերազմի կուսակցություն է չի կարող եւ ամենակարևորը այստեղ են Ալեն Սիմոնյանը լիներ կասեր ծափ տվեք արա Փաշինյանն էլ լիներ կասեր ցմփ այսօր Ռուսաստանը որոշեց որ ջերմոցատերերը պիտի իրենց ծաղիկները ուղակի ուտեն, որովհետև նրանք այլևս չեն կարող այդ ապրանքը իրացնեն Ռուսաստան։
Բա մի հատ ջերմոցատերեր, հələ գնացեք հիմա այդ, որը տենց փողոց ընկած են, բա գնացեք ասեք այս ապրանքը սպառեք, բա զանգ արեք Մակրոնին, տեսեք Եվրոպան կվերցնի կոպեկներով մեզանից, իհարկե չի վերցնի, հələ տեսեք ինչ եք անելու բա ձեր ծաղիկները, դրանք 100-ը չեն, 1000-ը չեն, տասնյակ հազարը չեն, Հայաստանում այսօր ինչն է շատ, ջերմոցային տնտեսությունը հատկապես ծաղկային, Նիկոլ Փաշինյան, այս մարդիկ ինչ են անելու, ինչ պիտի անեն այս մարդիկ, են ձեր Արաբաթա ինչա, դուք Արարատ բառը չեք սիրում Միրզոյանը, ասում էր այսօր մենք ցանկություն չենք հայտնելի ԵԱՏՄ-ից դուրս գալու, ոնց դուրս, իսկ ով է նայում ձեր հայտնած ցանկությանը, ով է նայում ընդհանրապես ձեր հայտնած ցանկությանը, դուք ով եք, որ ցանկություն հայտնեք, թե չէ, դուք ամեն ինչ այնքան եք ապականել, երբեմնի դաշնակից Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները, այն ովքեր գոռում են Եվրոպա, 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 տարեք այդ ջերմոցատերեր, տարեք տվեք այդ ծաղիկները, թող ծամեն։ Ինչի մինչև վերջ սրանք գնացին մեր Ռուսաստանում գնացեք, տեսեք հայկական ջուր կգտնեք, այլևս ոչ, կոնյակ կգտնեք, ոչ։ Հերթով, հիմա ծիրանի սեզոնն է բացվելու, նախորոք ասում եմ, հարգելի ծիրանագործներ, ձեր ծիրանը մնալու է ձեր ծառի վրա, դուք արտահանելու տարածք այլևս չունեք, Ադրբեջան չի ընդունի, դիմեք, Նիկոլին ասեք թող դիմի Ալիևին, տեսեք ինչ է անելու, Հայաստանից մինչև $950 ապրանք է գնացել Ադրբեջան, Էդ էլ երևի մի հատ, ասել եմ, Էրեբունի կոնյակ կարա լինի, ասենք Ալիևին որպես պադարակ։ Ինչ ենք անելու, ինչի էսպես փուլ տվեցիք մեր երկիրը, պատերազմը բերեցիք, հիմա տնտեսական պատերազմի մեջ ենք մենք, բառի սուղիղ իմաստով, Հայաստանին Նիկոլ Փաշինյանը դրել է տնտեսական պատերազմի մեջ, այդ Միրզոյանը, որ ասում է, մենք դուք չեք էլ կարող այլևս ինչ-որ բան որոշել, որովհետև ձեր որոշումը Եվրոպա գնալն է, դե հիմա գնացեք Եվրոպա, ամենաէժան ծաղկի այդ սերմերը բերվում է Հոլանդիայից, Հայաստան ներկրվում է, չէ, սպայկաընկերության մյուսներ, ամենաէժան ծաղկի սերմը բերվում է Հոլանդիայից, հիմա դուք բերել եք, դուք կարող եք ռուսական շուկայում դա թանկիրացնել, հայկական շուկայում եք թանկիրացնում դա, Ինչ եք անելու, բա չեք մտածում մի հատ գնաք այսօր բոլոր ջերմոցատերեր, հավաքվեք գնացեք, տեսեք որտեղ է, այդ ոնց որ այդ մարզում է, որտեղ ջերմոցներ շատ կա, հավաքվեք գնացեք, մի հատ հարցրեք, այս ծաղիկները ով է ուտելու, ինչ ենք անելու, հաջորդը թող պատրաստվեն ծիրանագործները, չի լինելու, արտահանում չի լինելու, ես սա ոչ թե ասում եմ, ես ասում եմ ցավով, որովհետև դուք բերեցիք սրանց մի իշխանության, դուք ասելով կոնկրետ էլի 600 քանի հազար հոգին, բերեցին սրանց իշխանության, որպեսզի ամեն ինչի հերն անիծեն։ Հիմա Հայաստանին կոնկրետ տնտեսական պատերազմ է հայտարարված, էլ չեմ ասում, մեծ խոսում է ներկայացնում են, ես Պուտինի հետ ոչ մի հատ հələ ձեր կշիռը նայեք, էլի չափերը նայեք ձեր, հետո նոր, ինչ եք անելու, ոնց է, բա որ Լարսն էլ փակեց, ներմուծում էլ չարվեց, այն օլիգարխները, որոնք այսօր սենց սնում են այս կուսակցությանը, ինչ եք անելու, լավ ինչ եք անելու, չեք մտածում, որ սա բումերանգի էֆեկտով բոլորիդ է հարվածում, Եվ Տիկին Ստեփանյան, եթե ամփոփ եք, նորից Ժողովուրդ Պարոն հետ կապված, ինչ եք կարծում իր վախերի դրսևորումն է Նիկոլ Փաշինյանից, թե ինքը խոսքը վախի մթնոլորտ ստեղծել։ Դե այս իշխանությունը ամենուր է վախի մթնոլորտ ստեղծում, ամենուր, միայն Անդրանիկ Թևանյանի պահով չէ, բայց շատերդ լսած կլինեք, ես օրինակ շատ եմ լսել մարդկանցից, որ սրանք պետական դավաճաներ են, այս Նիկոլի թիմը պետական դավաճաներ են, շատերից լսած կլինեք, ես էլ, ինքս էլ, նույնիսկ թոշակառու մարդկանցից լսել եմ, որ սրանք պետական դավաճաներ են,
Հիմա իրենք եկել են, ուրիշներին են ասում։ Ձեր աչքի գերանը չեք տեսնում ուրիշի դե Թևանյան Անդրանիկը կարծում եմ երեք շատ հստակ պատասխանեց, թե ով է պետական դավաճանն ու հանցագործը։ Գուցե եւ այսօր գիտեք ես տեսնում եմ նաեւ այս քարոզարշավի մեջ ես տեսնում եմ, չէ, ասենք մարդիկ այն անկեղծ ինչքան են, ասենք ինքը վարկանիշները ումը տեսնում է Գագիկ Ծառուկյանի, Սամվել Կարապետյանի, մյուսների, ասենք ումը որ տեսնում է, սկսում է դրանց թիրախավորել։ Հիմա երբ որ թիրախավորում են մեկին բերթով, մեկին ունեցվածքը խլելով, հունիսի 7-ից հետո դուք մկան ծակ եք ման գալու, առնվազն։ Իրենց այս ամբողջ այս անկառավարելի պահվածքը գալիս է հենց նրանից, որ կարող է այդքան մկան ծակ իրենք չգտնեն։ Իրենք լավ հասկանում են, չէ, որ հունիսի 7-ից իրենք գնալու են։ Լավ հասկանում են, հիմա ասենք բան չի, որ վայ ես ինչի ասենց։ Ես կարծում եմ ընդհանուր առմամբ Նիկոլ Փաշինյանը մեկի վրա, որ երբ որ փորձում է արհեստական ասել սրան տարանք բան, ծեփեցինք տարանք բան, այդ նույն կաշառքի դեպքն է, չէ, հիմա դե կասեն տարանք մյուսները կվախենան, մեր անունը քիչ կտան, մենք այս խաղաղության բանի տակ կգնանք ժողովրդի ականջին լապշա կկախենք, կասենք խաղաղություն ենք բերելու, սեպտեմբերին պատերազմը սիրուն կմտցնեն, շատ եմ ասել, հիմա էլ եմ ասում, եթե արցախցիները իրենց ամբողջ կյանքը դարձրեցին մի ձեռքի պայուսակ, նույնիսկ դա էլ չեղավ ոմանց մոտ եկան այստեղ, դուք այդ գնալու տեղը չեք ունենա։ Ինչպես հիմա հայկական ծաղիկը գնալու տեղ չունի, այդպես էլ մենք գնալու տեղ չենք ունենա։ Այնպես որ սիրելի իմ ժողովուրդ, իմ արժանապատիվ հայություն, շատ սիրելի քույրեր, եղբայրներ, հիշեք, երբ որ դուք գնում եք քվեարկում եք գործող այսօրվա իշխանության օգտին, դուք քվեարկում եք պատերազմի օգտին, դուք քվեարկում եք Հայաստանը թուրքական վիլայետ դարձնելու օգտին։ Ասել եմ ձեզ կտան 19 քվեաթերթիկ, դրա մեջ աղբ կա, այդ աղբը անպայման նետեք աղբամանի մեջ։